Ինչու պիտի հարգելի բարեկամներ Նիկոլ Փաշինյանը չներկայացնի հայ ժողովրդին միջազգային ասպարեզում։ Եվ այս գործող վարչախմբից, ռեժիմի ներկայացուցիչներից ինչու որևէ մեկը իրավունք չունի միջազգային ասպարեզում ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Կա երկու գլխավոր պատճառներ։ Առաջին, Հայաստանի Հանրապետության այս ռեժիմը ենթարկվել է կապիտուլյացիայի, մեկ, եւ հետեւապես թե ապրիորի, թե ապոստերիորի դու չես կարող ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում, առավել եւս Ադրբեջանի հետ բանակցություններում, սա հոգեբանական լրջագույն խնդիր է քո մոտ առաջացնում, սա մեկ։ Եվ երկրորդ, Հայաստանի Հանրապետության գործող ռեժիմի պարագլուխների նկատմամբ, իսկ ռեժիմ ասելով ես դուք վստահ եմ գիտեք ես ում նկատի ունեմ, չմանրամասնեմ այլևս, Ադրբեջանի ղեկավարությունը այս մարդկանց նկատմամբ ունի հսկայական կոմպրոմատներ եւ սա եւս մեկ այլ կողմից թույլ չի տալիս, որպեսզի այս մարդիկ, այս խմբերի ներկայացուցիչները հայ ժողովրդին ներկայացնեն միջազգային ասպարեզում։ Այսինքն մի իրավիճակ է ստեղծվել, որ նա ինչ ասի, սրանք պիտի լսեն։ Նա ինչ դիրքով սրանց կդնի, ինչ ուզի կասի, ինչպես ուզի կխոսեցնի։ Եվ այս իմ ասածը եւս մեկ անգամ ցույց տվեց ՄԱԿ Գերասամբլեայի վերջին նստաշրջանը, որտեղ ելույթ ունեցավ Ադրբեջանի ղեկավարը, մեկ օր անց ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության ֆորմալ ղեկավարը, 16-րդ վարչապետը Սամոդուր Պադոնոկը։ Ադրբեջանի ղեկավարը 17-18 րոպեանոց իր ելույթում 7-8 անգամ օգտագործեց օկուպացիա տերմինը։ Ադրբեջանի ղեկավարը 17-18 րոպեանոց ելույթում խոսեց այն հանցագործությունների մասին, որ տեղի են ունեցել տասնամյակներով Հայաստանի Հանրապետության կողմից, թե ինչպես են ռմբակոծվել բնակելի թաղամասերը, եւ նաեւ հավելեց, որ Ադրբեջանը мիշտ, ես уզում եմ կարդալ, В 2020 году, после 30-летнего периода неэффективных переговоров, Азербайджан был вынужден воспользоваться законным правом на самооборону, согласно статье 51 ООН. Во время войны Армения обстреливала наши населенные пункты и города, применяя при этом баллистические ракеты, кассетные боеприпасы, более 100 невинных гражданских лиц погибло. Азербайджан вел войну, соблюдая принципы международного гуманитарного права. 10 ноября 2020 года Армения капитулировала, и Азербайджан восстановил территориальную целостность. Այսպիսի տեքստ է ասում Ադրբեջանի ղեկավարը եւ նաեւ շարունակում է, որ Ադրբեջանը ստացել է օգոստոսի 8-ի պայմանավորվածություններով, թեպետ մինչեւ այդ էլ այդ պայմանավորվածությունը կար, անխոչնդոտ ճանապարհ դեպի Զանգեզուր, Զանգեզուրի անխոչնդոտ ճանապարհ դեպի Նախիջևան, Զանգեզուրի միջանցքի միջոցով։ Եվ այսպիսի բաներից հետո, մեղադրանքներից հետո եւ նաեւ արտարացումներից հետո Ադրբեջանի ղեկավարը ասում է մենք միջազգային իրավունքի հումանիտար իրավունքի նորմերը պահպանելով ենք վարել պատերազմը, հետաքրքիր կլիներ ունենայինք ղեկավար, ով կհարցնի, երբ դու գերիներին ռմբաբաներ անում, գնդակահարում էիր տականք, այդ քո զինվորները գերիներին էին գնդակահարում, այդ որ միջազգային իրավունքի նորմերով է դա պայմանավորված։ Ասեք իմանան, կարող է բան է փոխվել։ Բայց երկրի ղեկավար պիտի ունենաս, որպեսզի այսպիսի բաներ ասի, որ կարողանա այդպիսի բաներ ասել։ Չունենք մենք այդպիսի ղեկավար։ Ունենք մի ղեկավար, ով լսել էր միայն Զանգեզուրի միջանցք տերմինը եւ էսե որյորդ օրն է իր մանկլավիկների միջոցով հակադարձում է Ադրբեջանի ղեկավարին, իբրև թե մենք Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ որևէ պայմանավորվածության չենք եկել, վաղը մյուս օրը կարող է Ադրբեջանի ղեկավարը այլևս Զանգեզուրի միջանցք չասի եւ դա ներկայացնի, տեսեք, հաղթեցինք, էլ չի ասում Զանգեզուրի միջանցք, այստեղ էականը անխոչնդոտ ճանապարհն է,
Դրա անունը ուզում ես դիր անխոչնդոտ ճանապարհ, ուզում ես անխոչնդոտ կացան, անխոչնդոտ արահետ, անխոչնդոտ անցք, անխոչնդոտ միջանցք, էությունը չի փոխվում։ Հարգելի լրագրողներ, հարգելի բլոգերներ, վերլուծաբաններ, էությունը չի փոխվում։ Այս տեքստով Ադրբեջանի ղեկավարը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե մենք ինչքան հիվանդագին հարաբերությունների մեջ ենք եւ բովանդակային թեմաները թողնում ենք բացարձակապես ֆորմալ հարցերի ետևից։ Բացարձակապես ֆորմալ հարցերի ետևից, հարգելի բարեկամներ։ Բացարձակապես։ Շատ բաներ այն ինչ ասել է, միգուցե կարողանա նաեւ հիմնավորել, ես վատ բան եմ ասում։ Այն ինչ այս անձնավորությունը 80-րդ սեսիայում ասում է, միգուցե կարողանա փաստերով հիմնավորել։ Եվ մեզ պետք է մի ղեկավար, որը ոչ թե պետք է մեջկապարանոց ձևով արդարանա, մեզ պետք է ղեկավար, որը կարողանա, եթե այդպես է, ինքն էլ ներկայացնի Ադրբեջանի իրականացրած հանցագործությունները։ Մեզ այդպիսի ղեկավար է պետք։ Մեզ պետք չէ ուռապատրիոտ, որ դուրս գա, ասի, այդ այն շատ բաներ ինչ ինքը ասում է, ապացուցված է փաստերով։ Մեզ էլ պետք է մի ղեկավար, որը կարողանա այնպիսի բաներ ասել, որի տակը մենք էլ մեր փաստարկներ եւ փաստեր ունենք, բայց այդպիսի մեկը չկա, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը կապիտուլյացիայի է ենթարկվել, իսկ կապիտուլյացիան հիմա շատերը նաեւ քննարկում են, դա կապիտուլյացիա է, թե կապիտուլյացիա չէր, հա, 5 տարի անց, կապիտուլյացիան պայքարի դադարեցումն է թշնամու առաջ քաշած պայմանները ընդունելով, հարգելի բարեկամներ, սա նշանակում է կապիտուլյացիա, անկախ նրանից դու այդ թղթի վրա կապիտուլյացիա բառը կա, չկա, կապիտուլյացիա է դա, էլի եմ ասում, պայքարի դադարեցումը, կռվի դադարեցումը թշնամու առաջ քաշած պայմաններով։ Եվ այսին 5 տարի է մենք, այո, թշնամու առաջ քաշած պայմաններն ենք ընդունում։ Ինչ է սա, եթե ոչ կապիտուլյացիա։ Եվ այն մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանին են պաշտպանում, ու այն մարդիկ, ովքեր նաև ասում են, որ դու զիջում ես, իսկ ինչ է զիջում Ադրբեջանը։ Ահա այդ մարդիկ, այդ ընդդիմադիրները, ովքեր ենթագիտակցական մակարդակում դեռ սպասում են, որ Ադրբեջանը պիտի մեզ ինչ-որ բան զիջի, նրանք ըստ էության Նիկոլ Փաշինյանին պաշտպանում են, որովհետև հաստատում են, թե իբր Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիա չի ստորագրել։ Եթե մենք ընդունեինք, այսպիսի հիմարություններ դուրս չէինք տա։ Իսկ ինչու է սա այսպես, հիշում եք պատերազմի օրը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը ասաց, եկեք պայմանավորվենք, ինչ էլ լինի, մենք պես պարտված չենք համարի։ Եվ ահա ինքը պայմանավորվել է։ Ինքը պայմանավորվել է, մենք պես պարտված չենք համարում, բայց մենք մեզ պարտված չհամարելով ավելի ենք վատթարացնում մեր վիճակը եւ ֆորատալիս Ադրբեջանին։ Այսպիսի բաներ, հարգելի բարեկամներ, այսպիսի պատմություններ եւ շատ ցավալի է, ելի եմ ասում, սա այս տեքստը, որը արտաբերեց Ալիևը, սա դեռ կես ողբերգություններ, ողջ ողբերգությունը հայաստանյան հասարակության ռեակցիան էր այս տեքստի վերաբերյալ։ Մենք լսել էինք միայն կորիդորը։ Միջայց որպես հավելում նաև ասեմ, որ մասնագիտական որևէ միջազգային հարաբերություններին, քաղաքագիտությանը, աշխարհագրությանը վերաբերող որևէ սլավարում, ասենք նույնիսկ բան, ասենք սլավար ինաստրան օտար բարերի սլավարում դուք չեք գտնի կորիդոր տերմինը այն համատեքստում, ինչով հիմա շրջանառվում է։ Դուք կարող եք գտնել այդ տերմինը որպես շինության երկու տարբեր հատվածներ միացնող սենյակ, միացնող շինության հատված, որ շինարարական, հա, բայց որպես միջազգային հարաբերություններին, միջազգային քաղաքականությանը վերաբերող դուք չեք գտնի, որովհետև չկա, այդպիսի դեֆինիցիա չկա, հարգելի բարեկամներ, որ վերցնեք, ասեք, ահա սա է սահմանումը։ Եվ շատ ընդհանուր ձևով հիմա երբ ասում են կորիդոր, նկատի ունեն ընդհանրապես մի բան,
որ այդ հատվածի վրա երկու տարբեր հատվածներ կապող մի ճանապարհ է, որի վրա որոշակի իրավազորության որոշակի խախտում կա։ Իսկ Հայաստանի Հանրապետության իրավազորությունը այդ ճանապարհի վրա խախտված պիտի լինի, որովհետև գրված է ճանապարհը պետք է լինի անխոչնդոտ ու դեռ վերահսկողություններ պիտի իրականացնեն շատ կկասկածեմ, եթե ամբողջական վերահսկողություն այդ ճանապարհի վրա իրականացնեն Հայաստանի Հանրապետության պատկանող դեպետեր ինչ Հայաստանի Հանրապետություն։ Սա կամաց վերահսկում է Հայաստանի թուրքական կամ Հայաստանի ադրբեջանական հանրապետության։ Լավ եղեք, եթե կարող եք։